Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ երաժշտական ուղղությամբ ենք շարունակում, ունենք շատ տաղանդավոր հյուր, սիրով ներկայացնեմ Արտեմ Վալտերն է մեր հյուրը, բարի առավոտ։ Բարի լույս, Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Ես էլ շատ լավ, որովհետեւ մինչեւ եթերը հասցրինք այնքան հետաքրքիր թեմաների մասին խոսել եւ այնքան հետաքրքիր նորություններով եք եկել, որ այսպես հիմա փորձենք շատ արագ հեռուստադիտողին էլ ներկայացնել, դուք նոր challenge մարտահրավեր եք սկսել համացանցում, նոր երգեր յուրաքանչյուր շաբաթ ներկայացնում եք հանդիսատեսի դատի։ Այո, որովհետև ուզում էի ալբոմ թողարկեի 12 երգից բաղկացած, հետո մտածեցի, որ ալբոմը մեր ժամանակներում արդեն մեր օրերում հնարավոր է այդքան ակտուալ չլինի, որովհետև ոչ մեկ արդեն ալբոմով չի լսում, այլ հատիկ single կոչվածներով են լսում։ Դրա համար որոշեցի տենց challenge-ի նման մի հատ բան անեմ, որ ամեն շաբաթ նոր երգի պրեմիերա լինի, բայց հետաքրքիրն է նաև, որ այդ մեկ օր պրեմիերայից նախորդ օրը ուրբաթ օրը երեկոյան իմ Instagram-ով live էի անում ու բոլոր այն մարդիկ, ովքեր անամբեր սպասում էին իմ երգին, բոլորը միանում էին live-ի, մենք միասին վերջնական լսում էինք երգը, առաջինը իրանք էին լսում, վերջնական շտկումներ էինք անում, ինչ-որ գաղափարներով էինք փոխանակվում, հնարավոր է ինչ-որ լսողներից մեկը ասել, այստեղ հնարավոր է պաուզա կամ ինչ-որ մի հատ գործիք ավելացնենք, պակասացնենք, sense ինտերակտիվ ձևով վերջնական լսում էինք, հետո տենց էքսպորտ էի անում ու հաջորդ օրը շաբաթ արդեն 12-ին ցերեկվա պրեմիերա էր։ Իսկ բացառապես երկրպագուներ էին հավաքվում, թե ոլորտի մարդիկ, այսինքն ստեղծագործող մարդիկ ովքեր։ Տենց էլ էր լինում, որ օրինակ լավ մասնագետներ էին լինում, ինչ-որ հետաքրքիր բան էին առաջարկում, բայց հիմնականում իմ երգի սիրահարները, ովքեր շատ վաղուց հետևում են իմ ստեղծագործական այդ ուղուն ու սիրում են իմ երգերը, տենց շատ հետաքրքիր, մեր լայվերը շատ հետաքրքիր է անցնում։ Այս էքսպերիմենտը շարունակական կլինի նաև հաջորդ տարի, որովհետև լավ է աշխատում։ Հա, դուրս եկավ մի խոսքով բոլորը շահեցին այդ էքսպերիմենտից, որովհետև իսկապես 1 ժամ ու կես էր տևում ու շատ հետաքրքիր էր էլի, որովհետև նույնիսկ ընտրում էինք այդ երգի աբլոշկայի գույնը, այդ artwork ասվածը, որովհետև ես այս անգամ արել էի Մենդելեևի պարբերական աղյուսակի ոճով, այսինքն ամեն մի երգ ոնց որ մի հատ քիմիական տարր լիներ իր համապատասխան գույնով։ Նույնիսկ երգը լսելուց հետո հարցում էի անում, թե որ գույնը իրանց հիշացրեց, ինչ էմոցիոնալ կապ կար իրանց այդ երգի ու գույնի մեջ ու տենց բոլորով միասին ընտրում էինք մի հատ երգի գույն, որ այդ աբլոշկան սարքվեր ու գնար։ Մի խոսքով հետաքրքիր էր շատ։ Գալիս եք ընդհանուր հայտարարի, գտնում են մի գույն երգի համար չէին լինում, շատ Չէ, հիմնականում մեծ մասը այդ գույնի ասոցիացիան էր տալիս ու տենց շատ հետաքրքիր էր, որ տենց է լինում։ Եվ 12 երգից ընդամենը 2-ը բախտ ունեցան եւ կունենան տեսահոլովակ ունենալ։ Ինձ ու քեզը արդեն ունի շատ գեղեցիկ տեսահոլովակ եւ եւս մեկը առանձին այսպես պահել եք էլի տեսահոլովակով ներկայացնելու համար։ Հա, հավանաբար այդ վերջի երգն էլ տեսահոլովակով կլինի, բայց այս մի երգն էլ քանի որ շատ սիրեցինք երգը պատահական ոչինչ չի լինում իհարկե ու բախտ վիճակվեց, որ շատ տաղանդավոր ռեժիսոր ձեր գործընկեր Վահե Հարությունյանը նկարեց այս տեսահոլովակը ու մի խոսքով ամեն ինչ այնց գեղեցիկ ստացվեց արագ, դե շատ մինիմալ էր, որովհետև երբեմն արվեստը հենց այդ մինիմալությունն է պահանջում, որպեսզի այն մատերիալը, որի վրա նկարվում է, ավելի ընդգծվի, այլ ոչ թե փակես այդ։ Մի խոսքով Վահեն ու թիմը պրոֆեսիոնալ ձևով շատ նուրբ ձևով վերաբերվեցին գործին ու շատ գեղեցիկ տեսահոլովակ ստացանք։ Դե առաջարկում դիտենք միասին, հեռուստադիտողներն էլ վայել են տեսահոլովակը, Արտեմ Վալտեր, ինձ ու քեզ, տեսահոլովակի ռեժիսոր Վահե Հարությունյան, հենց հիմա հեռուստապրեմիերա մեր եթերում։ Ինձնից անկախ, քեզանից կախում, ամեն ինչ աչքիս գունավոր ու սիրուն խելքը ինձ արա, քո մասին մտքի, սիրտը իմ կանգնած, սպասում է գրկի չի լինում կյանքում, դա պատահական, ես գտել եմ քեզ, դու իմ իրական ավելին ասեմ, շատ արտասովոր, քեզանից հեռու, շնչել եմ այս օգուն ես գտել եմ քեզ ու էլ չեմ թողնի, որ մենակ լինես իմ երգի միակ, դու հասցե ատել, չեմ օգնի ասել,
Խելքը քո սիրուն, խելքը քո պայծառ Ինձ առանց ասելու դու իմ կյանքը մտար Դու խոսում ես ես քեզ սիրահարվում ու երկերը բոլոր քո մասին են պատմում Չի լինում կյանքում դա պատահական Ես գտել եմ քեզ դու իմ իրական ավելին ասեմ Շատ արտասովոր քեզանից հեռու շնչել եմ այն օգուտ Ես գտել եմ քեզ ու էլ չեմ թողնի որ մենակ լինես իմ երկի միակ Դու հասցեատեր չեմ օգնի ասել Սիրում եմ քեզ դու իմ թթվածին դու իմ խելական Քեզ անգիրան եմ ես տարատար իմ բարևը քեզ Իմ գիշերը քեզ մեր սիրով ներկել Ինձ ու քեզ Ինձ ու քեզ Ինձ ու քեզ Չեմ գտնում որ պատմեմ ինչ եմ ես զգացել Երբ ես քեզ տեսա, երբ դու ժպտացիր Կյանքը իմ քեզանով գեղեցկացրեցիր Չգնաս սրտում իմ մնա Ամուր քեզ գրկեմ ու բոլորն իմանան Սիրտը իմ քեզ արա ինչ ուզես Սիրում եմ ես քեզ Դու իմ օգու ընկեր Ես գտել եմ քեզ ու էլ չեմ թողնի որ մենակ լինես իմ երկի միակ Դու հասցեատեր չեմ օգնի ասել Սիրում եմ քեզ դու իմ թթվածին դու իմ խելական Քեզ անգիրան եմ ես տարատար իմ բարևը քեզ Իմ գիշերը քեզ մեր սիրով ներկել Ինձ ու քեզ Ինձ ու քեզ Ինձ ու քեզ Արտեմ Վալտեր ինձ ու քեզ շնորհավորում եմ շատ գեղեցիկ երգեր տեսահոլովակի արդիվ այսպես շատ նուրբ աշնանային տրամադրություն հաղորդող եւ ջերմացնող երգեր ու տեսահոլովակեր Շնորհակալ եմ Եվ հետաքրքիր է ինչով առանձնացավ երգը այսինքն 12 երգից հենց սա ունենա տեսահոլովակ Ինչով էր այդ պայմանավորված որովհետեւ Գիտեք այս մի երգում քանի որ Սովորաբար երգերում ու պատմություններում կոնֆլիկտն է, չէ՞ որ ավելի հետաքրքիր է դարձնում, այս մեկում բացարձակ կոնֆլիկտ չկա, ամեն ինչ լավ է, ամեն ինչ գեղեցիկ է ու հիմա էլ ինձ թվում է, ես տենց զգում եմ, որ մարդկանց այդ սերն է պակասում, որոշեցինք, որ հենց սա անել, որովհետև շատ երգեր ունեմ, որտեղ տենց կոնֆլիկտ կա, ինչ որ կոնկրետ պատմություն է, հերոսը ինչ որ ճանապարհ անցնում, ինչ որ բարդությունների միջով եւ այլն, բայց այս մեկը ամեն ինչ լավ է, այնքան լուսավոր է, որ ամեն ինչ լավ ու գեղեցիկ է, դրա համար որոշեցինք սա անենք, որ տենց լույս ու սեր տարածենք։ Եվ 12-րդը արդեն մյուս տարի կունենա տեսահոլովակ։ Դե տեսնենք ոնց կստացվի, հա։ Շատ լավ։ Հնարավոր է առանց տեսահոլովակ բաց թողենք, հետո տեսահոլովակ նկարենք, տեսնենք թմի հետ կորոշենք արդեն։ Եվ քանի որ դուք ամենաաշխատասեր արտիստներից եք հայ իրականության մեջ, ինձ հետաքրքիր է տարին էլ ամփոփում ենք, արդեն ընդամենը 23 օր է մնացել մինչև 2026 թվական։ Ոնցն էր տարին ձեզ համար, ինչպիսին էր, ինչ հասցրիք անել, ինչ մնաց, որ կտեղափոխեք արդեն 26 թվականին։ Շատ գեղեցիկ տարի էր, ես բոլոր դժվարություններին վերաբերվում եմ հետաքրքրությամբ ու սիրով, ինչ եղել է, ես մտածում եմ, որ եղել է ոչ թե ինձ հետ, այլ իմ համար։ Գեղեցիկ տարի էր, ես անչափ ուրախ եմ, որ եւս մեկ տարի սենց գեղեցիկ կերպով անցավ, ոչինչ չեմ ուզում տեղափոխել մյուս տարի, թող մյուս տարին իր նորություններով գա, իր նոր սեր, նոր լույս ու նոր գեղեցիկ օրերով։ Ես գիտեմ, որ դուք ոգեշնչման կարիք չունեք, տեսնելով թե ինչքան շատ եք աշխատում եւ ինչքան նոր երգեր եք թողարկում, որովհետեւ վերջինն էլ գրեթե մեկ ալբոմ, չէ՞, 12 նոր երգ արդեն կա եւ վստահ եմ, որ առաջիկայում էլի նոր երգեր սպասվելու են 2026 թվականին ավելի բուրն է լինելու։ Դրա համար ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող Սարգոն կարմիր չոր գինին, որպեսզի եւ ոգեշնչում լինի եւ ձեր լավագույն երգերի հաջողությունները տոնեք հենց Իջևանի գինու գործարանի։ Շատ շնորհակալ եմ։ Գործընկերոջ շնորհակալ եմ։ Միասին։ Շնորհակալ եմ։ Եվ մշտապես սպասում ենք ձեզ նոր երգերով, նոր տեսահոլովակներով։ Ցավոք մեր ժամանակը
սահմանափակ է, ես էլի հարցեր ունեի, այնպես որ դեռ կհանդիպենք եւ Սիրով, անպայման։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Երգև տեսահոլովակի արթիվ եւ արդեն 2026 թվականին սպասում ենք էլի նման սիրուն գործեր։ Շնորհակալություն, անպայման մեծ սիրով կգամ։ Շնորհակալ եմ շատ։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։